Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել ինձ հետ ինչ գործ ունես այս գրառման համար Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է պարզաբանում գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Նաև ազգային ժողովում հնչեցրած ձևակերպումների վերաբերյալ է Փաշինյանը պատասխան պարզաբանում ուղարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի ուշադրության կենտրոնում է եղել վերընկի տեղը ներվերս չուտես արտահայտությունը, ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պատվալները, սպառնալիքն ու կրկնվող համբալ անհարգալից կոչականը։ Համաձայն օրենսդրության առավելագույնը 3 ամսում ԿԿ հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ եզրակացությանը հանգելը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին գլխավոր պարզաբանումներ ստանալու։ Պատասխանատվության երկու տարբերակ է նշվում, նրան կամ պետք է հորդորեն ներողություն խնդրել, քանի որ չունի վերադաս, որից կարող են պահանջել պատիժ, կամ Փաշինյանն ինքը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր պահվածքի համար, ընդհուպ ներկայացնելով հրաժարական։ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմումով պահանջել էր վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ։ Հանձնաժողովից արդեն տեղեկացրել են, որ մայիսի 15-ին հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթը։ Պատգամավորն արձանագրել էր, որ մեջբերեմ ոչ մի օրենք թույլ չի տալիս պաշտոնյային, լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից, հղում անելով իր նյարդերին կամ հույզերին։ Պետական պատիվը սկսվում է խոսքից, իսկ պետության հեղինակությունը պահվածքից, մեջբերման ավարտը։